Օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV եթերում մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լեցված ձեզ հետ են ինչպես միշտ Վրեժ Կիրակոսյանը, Անահիտ Կիրակոսյանը։ Քեզ բարի լույս, օրդ բարի, իմ Երևան, սիրտն ես հայի, բարի առավոտ սիրելի հեռուստադիտող։ Այո, 21 TV-ում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ամենաուրախ, ամենամշակութային, ամենազվարճալի եւ ամենապոզիտիվ ծրագիրը։ Եվ քանի որ Վրեժը սկսեց հրաշալի երաժշտության ելևէջներով, առաջարկում ենք հենց այս պահին դուք էլ մեզ հետ միասին սկսեք ձեր օրը լավ ելևէջներով։ Տեսահոլովակ հատուկ ձեզ համար։ Դե ինչ վերադարձանք տաղավար սիրելի հեռուստադիտողներ եւ հրաշալի լուր ու նորություն արվեստը գնահատողների համար։ Հենց այսօր հոկտեմբերի 14-ին ժողովրդական երաժշտության եւ Պարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի Պարի պետական անսամբլը հանդես կգա հոբելյանական համերգով նվիրված բալետի արտիստ Պարուսույց Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Եվ այդ կապակցությամբ մենք այս պահին ունենք հյուրեր ու ժամանակն է ներկայացնելու։ Եվ այսպես Հայաստանի երգի Պարի պետական անսամբլի պարախմբի արտիստ Քնար Ադամյան, բարի առավոտ։ Հայաստանի երգի Պարի պետական անսամբլի երգչախմբի արտիստ մեր լավ ընկեր հրաշալի երգիչ Դավիթ Խաչատրյան, բարի լույս Դավիթ ջան։ Ուրախ եմ տեսնելու մեզ։ Նմանապես շատ ուրախ եմ։ Իսկապես հաճելի առավոտը ձեզ հետ սկսել եւ հաճելի է սկսել նման նորությամբ, թե ինչ է սպասվում այսօր մի քիչ ավելի բացահայտենք, հա, ինչպես նախագծվեց համերգը նվիրված 75-ամյակին։ Մեզ համար այսօր շատ տոնական օր է, որովհետեւ մեր շատ սիրելի Հովհաննես Խաչիկյանի 75-ամյա հոբելյանական համերգն է, պատրաստվում ենք շատ մեծ ջանասիրությամբ եւ ոգեվորվածությամբ, որովհետեւ բախտ է վիճակվել Խաչիկյանի հետ աշխատելու եւ այն ջիղը, այն ոգեվորվածությունը, որը ինքը ներեր դնում անսամբլի զարգացման եւ պարային հատվածի զարգացման գործում շատ մեծ աշխատանք էր եւ այսօր կարծում եմ, որ այն հանդիսատեսը մշակութասեր Ալթունյան անսամբլը սիրող հանդիսատեսը, ով պետք է ներկա լինի համերգին, կստանա այն էմոցիաները ու այն հոգեվոր մշակութային բացը, որը որ սպասում է, շատ լավ օրենք ունենալու։ Քնար մի քիչ էլ դուք խոսեք, որովհետև հետաքրքիր է այսօր առհասարակ ձեր հանդիսատեսին ինչ է սպասվում։ Այսօր մեզ սպասվում է այսպիսի համերգացանք, ներկայացվելու են Հովհաննես Խաչիկյանի կողմից բեմադրված բոլոր գեղեցիկ բեմադրությունները, ինչպես նաև ունենալու ենք պրեմիերա, որը բեմադրել է Հովհաննես Խաչիկյանը, սակայն չի պարվել այսքան ժամանակ։ Եվ հենց այսօր Կապույտ թռչուն պարային բեմադրությունը ներկայացվելու է, շատ գեղեցիկ բեմադրություն է, սիրով կսպասենք մեր հանդիսատեսին, որպեսզի ներկա գտնվի եւ տեսնի այդ գեղեցիկ հիասքանչ բեմադրությունը։ Ինչպես նաև լինելու են նոր երաժշտական արդեն ստեղծագործություններ, որի մասին կխոսի Դավիթը։ Երաժշտական հատվածի մասին ես խոսեմ։ Շատ լավ։ Ավելի շատ կապ ունեմ երաժշտական հատվածի հետ, բնականաբար կլինեն այն գործերը, որոնք որ Հովհաննես Խաչիկյանը շատ էր սիրում, որոնք որ Հովհաննես Խաչիկյանը իր ձեռագիրը թողել է գործերի վրա, եւ երաժշտական մասում էլ բնականաբար կլինեն էլի նորություններ, կհնչեն նոր գործեր, որոնք որ երևի հանդիսատեսը շատերը կլսեն առաջին անգամ, մեր գեղարվեստական ղեկավար Լևոն Թևանյանի ստեղծագործությունը հոգու պարը եւ մշակումը Սայաթնովայի աշխարհումը սաղ քաշի, որը որ կարծում եմ հանդիսատեսի համար կլինի նորություն եւ այն միախառնումը, որ հնի ու նորի, կարծում եմ շատ գեղեցիկ երեկո ենք ունենալու։ Հրաշալի։ Այ ինձ հետաքրքիր է լինելով նաև որպես անհատ կատարող արտիստ, ինչքան ժամանակ է որ մի մասնիկն ես կազմում այս մեծ խմբի ու ինչ նշանակություն ունի քեզ համար լինել այս ամենի մի մասը։ Ցանկացած արտիստի համար կարծում եմ մեծ պատիվ է գտնվել այդպիսի միջավայրում եւ այդպիսի վաստակաշատ անսամբլում, որը ունի գրեթե 100-ամյա տարիների փորձ եւ այնտեղ գործում է մի համակարգ, որը որ կարծում եմ ինքը արդեն իրենով
եթե ինչ որ երաժիշտ կամ ղեկավար փոխվում է, ինքը մի մեխանիզմ է, որը աշխատում է արդեն այդպիսի ալթունյանական նրբությամբ, ոգևորվածությամբ, այն ոճը, որ ունի Ալթունյան անսամբլը, կարծում եմ, որ միշտ այդ գիծը պահպանվել է եւ մեր եթե ինչ որ մի երաժիշտ չլինի կամ ղեկավարներից փոխվեն, բոլորը հասկանում են այդ նրբությունները եւ այդ գիծը պահում են եւ Ալթունյան սիրող հանդիսատեսը կարծում եմ կփաստի այդ, որ երկար տարիներ տեսել է բարձր մակարդակի եւ բեմից հնչել են եւ պարային հատվածից եւ երգային երաժշտական հատվածից հնչել են գեղեցիկ եւ բարձր մակարդակի ստեղծում։ Եվ ամենակարևորը Դավիթ, որ յուրահատուկ կոլեկտիվ, որ պահպանում է ժողովրդական ազգային երաժշտության դիմագիծը եւ ամբողջ աշխարհում Ալթունյան անսամբլը հայտնի է իր վաստակով։ Այ Դավիթ, ինձ հետաքրքրում է վերջին շրջանում որոշակի քննադատություններ եղան։ Ալթունյանը մի փոքր այլ ծրագրեր է ներկայացնում, դուք նաեւ այնտեղ կաք եւ ունեցանք Ազնավուր, եթե չեմ սխալվում։ Իհարկե նաեւ տարբեր ծրագրեր։ Այ որպես երաժիշտ ինչպես եք վերաբերվում այս ամեն ինչին։ Ինձ հետաքրքիր է, որովհետև մի քիչ քննադատություններ նաև եղավ սրա հետ կապված։ Այո, իհարկե նորմալ է, որովհետև ցանկացած երևույթ, որը որ աչքի համար եւ ականջի համար նորություն է, հնարավոր է մի փոքր մարդկանց մոտ այլ բաների հետ ասոցացվի, բայց կարծում եմ այն ինչ որ արվել է բոլորը իհարկե սխալվելու հնարավորություն եւ իրավունք ունեն կարծում եմ աշխարհի վերջը չի, բայց այս դեպքում ես կարծում եմ, որ նորովի այդ մոտեցումը Ալթունյան անսամբլի համար եղել է այնպիսի մի նոր փորձություն եւ հանդիսատեսի շրջանում ավելացել են այնպիսի մարդիկ, ովքեր որ մինչ այդ չեն տեսել այդ տեսակի մեջ անսամբլի, ես կարծում եմ, որ ամեն ինչ արվել է բարձր մակարդակի եւ քննադատությունները ընդունում ենք, նաեւ քննարկում ենք, թե ինչի համար է եղել, հետեւություններ ենք անում, բայց այնպիսի պրոֆեսիոնալիզմով աշխատող մարդիկ են, ովքեր որ ուղղորդում են, ովքեր որ որոշում են, որ կարծում եմ, որ բեմում հնչում է միայն բարձր մակարդակի եւ Ալթունյանին հարիր հատուկ ստեղծագործություններ։ Այ Ալթունյանը քանի որ ունի պարային հատված եւս, այսինքն ոչ միայն գործիքային է, այնտեղ սոլիստներն են, երգիչներն են, անդրադառնանք մի փոքր նաեւ պարայինին միգուցե, Անահիտ, ինչ նոր, այսինքն ծրագրեր կան արդեն պարային կոլեկտիվի հետ կապված։ Այժմ մեր գլխավոր բալետմեստերը Սերգեյ Մատինյանն է, ում կողմից մենք տեսնելու ենք նոր բեմադրություններ, ղեկավարությունը պարոն Թևանյանը, Լևոն Թևանյանը, ինչպես նաև Սերգեյ Մատինյանը իրար հետ քննարկելով երաժշտական առումով, պարային առումով ստանում են նոր բեմադրություններ, որը շուտով կհանձնվի հանդիսատեսի դատին։ Նաև նշեմ, որ Հովհաննես Խաչիկյանից հետո եղել են բազմաթիվ նոր բալետմեստերներ, սակայն այժմյան մեր ներկայիս բալետմեստերը Սերգեյ Մատինյանը եղել է մեր պարախմբի պարող տղաներից մեկը եւ նշեմ, որ նրա այդ ջանասիրության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ մենք հիմա կարողանալու ենք ներկայանալ այսօրվա համերգին։ Եվ ես շատ ուրախ եմ եւ ես արդեն 4 տարի է, որ պարում եմ անսամբլում։ Այս դա ուզում եմ հարցնել քնար ջան։ Եվ ինձ համար շատ մեծ պատիվ է այս ամենը։ Եվ այժմ էլ ես շատ երջանիկ եմ հիմա, որ հնարավորություն ունեմ խոսելու անսամբլի մասին, քանի որ ոնց մեր Հովհաննես Խաչիկյանն է ասել, մեր անսամբլը մի մեծ ընտանիք է եւ ես հանդիսանում եմ այս անսամբլի մի անդամը։ Շատ ուրախ եմ այդ առիթով։ Համերգը կկայանա Հայաստանի օպերա եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Այ նաեւ նշեցինք հանդիսատեսի մասին, որը ինչու ոչ կրկին յուրահատուկ է, որովհետեւ այդ ձեռագիրը գնահատողն ու սիրողն է, ու նաեւ բացի այն, որ մեզ գալիս է մեծ ժառանգություն, դուք քայլում եք նաեւ նորովի ու տալիս եք նոր ծրագրեր, նշեցիք նաեւ, որ սպասում են պրեմիերաներ։ Ինչ եք դուք սպասում ու ակնկալում հանդիսատեսից։ Ես կարծում եմ, որ ինչպես որ առանձնահատուկ ու լավն է անսամբլը, այդ նույն կերպ լավն է նաև մեր հանդիսատեսը, բազմաթիվ անգամներ համոզվել ենք անդավաճան, մեծ սիրով, մեծ ոգևորվածությամբ
գալիս են նույնիսկ ոչ մի համերգ մարդիկ կան, որոնք ոչ մի համերգ բաց չեն թողում եւ արտիստը հանդիսատեսով մենք շատ սիրում ենք բոլորին, նույնիսկ հիշում ենք, նկատում ենք, որ այդ մարդը անցած համերգին էլ կար, այս համերգին երրորդ շարք պարտեր։ Շնորհակալ ենք ու այդ ամենը ավելի ոգևորեցնող է, ավելի պարտավորեցնող է, ամեն ինչ արվում է, որպեսզի իրենց սպասելիքները արդարանան։ Իսկ կան առաջիկայում ծրագրեր այս շքեղ միջոցառումը նաև հյուրախաղի տեսքով հանդես գա։ Թե դա շատ մեծ ծախսերի հետ է կապված։ Կարծում Հիմա մեզ կլսեն հովանավորները։ Կարծում եմ կլինեն, բնականաբար անսամբլը իր պատմության ընթացքում եղել է գրեթե բոլոր երկրներում աշխարհի, մենք էլ այս տարիների ընթացքում էլի բազմաթիվ երկրներում հանդես ենք եկել, կարծում եմ, որ էլի հյուրախաղեր կլինեն, որոնց անսամբլը մեծ սիրով կգնա, կմասնակցի եւ բարձր մակարդակով կներկայացնի հայկական արվեստը։ Այ մի հետաքրքիր բան վերջերս նկատեցի, ժողովրդական բարի եւ ազգային երաժշտության կենտրոնը, որը որ համարվում է, որտեղ որ համարվում է նաեւ ձեր կոլեկտիվը, որպես մի մասնիկ յուրատեսակ փորձություն էր սկսել։ Դուք բոլորդ կարծես թե անցակ որակավորման քննություններ, եթե չեմ սխալվում։ Ինչպես էր ձեզ համար այդ ամեն ինչը եւ դուրս մնացողներ եղան, չեղան, հետաքրքիր է ինձ ուղղակի, որովհետև հանրայնացվում էր այդ ամեն ինչը եւ ես նայում էի։ Կարող եմ ասել, որ հետաքրքիր են ասում, գիտես։ Տխրեցին մի տեսակ։ Չէ, այն ինչի մասին որ խոսում էինք, նաեւ այս ձեր հարցից հետո հետաքրքիր մի կարծես sense ինդիկատոր լիներ, որ անսամբլում ոչ մեկ այն նախատեսված չեմից ցածր չի ստացել։ Այսինքն արժանի բոլորը համապատասխանում են իրենց կարգավիճակին։ Եվ սա կարևոր բան է, էլեմենտ է, որ կիրառում են, որպեսզի երաժիշտները նաև իրենց։ Կարծում եմ, որ մի փոքր այդպես լարվածություն կար, բայց այդ լարվածությունը նաև իր հետ բերում է լավ բաներ, որովհետև այդ կարելի է մեկ տարվա մեջ պատասխանատվությունը չէ բարձրացնում Դավիթյան, դա կարևոր է։ Մեր ողջունները ազգային երաժշտության կենտրոնին, մեր լավ բարեկամներն են, հաճախ մեզ մոտ հյուր են լինում, ինչպես այսօր դուք եւ պահպանում են ազգային երաժշտությունը։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն։ Ես շատ հաճելի էր գտնվել գեղեցիկ տաղավարում։ Կարծում եմ, որ երեկոյան ունենալու ենք շատ գեղեցիկ օր նվիրված Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Այո, սիրով սպասում ենք բոլորիդ։ Անշուշտ մենք էլ անչափ շնորհակալ ենք, որ առավոտյան գտակ ժամանակ, մենք գիտենք, որ հիմա շտապելու եք փորձերի, որպեսզի պատրաստվեք երեկոյան եւ եւս մեկ անգամ ուզում ենք նշել ու հիշեցնել, որ այսօր սիրելիներս ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի երգի բարի պետական անսամբլը հանդես կգա հոբելյանական համերգով նվիրված բալետի արտիստ, պարուսույց Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյանի 75-ամյակին։ Մենք վստահ ենք, որ ձեզ սպասում է հրաշալի երեկո, մի փոքր էլ նախանձում ենք, եթե զրույցը շուտ ավարտենք, մենք էլ կգնանք եւ այսօր կվայելենք։ Իսկ մեր հյուրերն էին Հայաստանի երգի բարի պետական անսամբլի պարախմբի արտիստ Քնար Ադամյանը, շնորհակալություն ձեզ համար, եւ Հայաստանի երգի բարի պետական անսամբլի երգչախմբի արտիստ երգիչ Դավիթ Խաչատրյանը։ Շնորհակալ ենք անչափ։ Ձեզ հաջողություն։ Լավ օրենք ձեզ մաղթում, իսկ ձեզ սիրելի հեռուստադիտող, եթե իհարկե կան տոմսեր, փնտրեք, գտեք, գնեք եւ երեկոն անցկացրեք ժողովրդական լավագույն երաժշտության կոլորիտում։ Իսկ այս պահին վայելեք տեսահոլովակ։ Դե ինձ ելներս, այսպիսին էր այսօրվա հաղորդումը, իսկապես մի մոռացեք առնչվել արվեստի, մշակույթի հետ, գնացեք նայեք համերգային ծրագրեր, առնչվեք մեր ազգային երաժշտության հետ, սա շատ ու շատ կարևոր է։ Այո, մշակույթով օրը սկսելը եւ օրը ավարտելը պստիկ մա ինչ որ լավ բան է ավելացնում մարդու առօրյայում, ճիշտ չէ Անահիտ։ Անշուշտ Վրեժ ջան, իսկ մենք այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, մնացեք բարով, կհանդիպենք վաղ առայժմ։ Լավ եղեք, մինչ հաջորդ առավոտ։